24 տարի առաջ այսօրը ազատագրվեց Հայաստան-Արցախին կապող վերջին խոչընդոտը՝ Լաչինը, կամ ինչպես պաշտոնապես են անվանում Բերձոր քաղաքը, որի միջով անցնող ճանապարհը Լաչինի միջանցքը, մինչև հիմա համարվում է երկու հայկական պետությունները իրար կապող ամենահարմար, միևնույն ժամանակ ամենաստրատեգիական կամուրջը։ Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը։ Այդ ճանապարհը անվանեցին կյանքի ճանապարհ, որի մասին դրվագներ են պատմում, վերհիշում ու վերարժևորում ազատագրման գործողության անմիջական մասնակիցները։ Կյանքի ճանապարհ նշանակում է կյանք ենք տվել Արցախին, Արցախը լիովին ոչնչացման եզրից փրկվել է, այդ գործողություններից եւ միանշանակ էր։ Այստեղ կար այն մտածողությունը, որ Լաչինում ապրող քրդերը, իմ մոտ կա փաստեր, իրանց փաստաթղթերը, որ մեծ մասը քրդեր են, քրդերով բնակեցնում էին Լաչինը, որ հետագայում, ասենք, Լաչինի վրա հարձակման ժամանակ խաղաղ ժողովուրդը կոտորվեր քրդերով, մեծ բարձրանար մի մեծ բանը։ Այս մեր ստրատեգ, մեր հրամանատար Դներբիկ Բադասյանը այդ ամեն ինչը իմանալով փորձում էր ամեն ձևի խաղաղ բնակիչներին վերացնելու համար հետ մնար, փորձեր ուրիշ ձևով։ Մինչ ազատագրական գործողությունը Լաչինը բնակեցված էր քրդերով, ազատագրվելուց հետո, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները տեղի բնակչության հետ միասին սկսել են հեռանալ Լաչինից։ Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը։ Հետախույզ վետերանների միավորման նախագահ Լաչինի ազատագրման գործողության անմիջական մասնակից Սուրեն Կարապետյանը սակայն ասում է, որ Լաչինի ազատագրումը պետական այրերի կողմից երբևէ մտածված չի եղել, այն կապ չի ունեցել Շուշիի ազատագրման հետ։ Դրա համար էլ առ այսօր Լաչինի ազատագրման տոնական օրը չունի, այսպես ասած, պետական կարգավիճակ։ Բանախոսները մտադիր են այս հարցով նամակ ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին տոնական օրը հավուր պատշաճի նշելու եւ ամենակարևորը պետական կարգավիճակ շնորհելու համար։